Ավոյի տղուն բերեցին, վերես ջան։ Ում կամերնա։ Չինոյի։ Ավոյի տղան պրախոտ չտակ։ Սա օթերը կփակեք, բայց չսպանեք հնա։ Ինչ ենք անելու ավո, իմ ամեն րոպեն թանկ է մեր համար, ռազի պաշտպանությունը շատ շուտ պետքա կազմակերպվի։ Վրեժը հիմար մար չի Վիկ, նա միշտ էլ աչքի անկել դաժանությամբ, բայց հաշվել գիտի։ Հենից հման ստացա կորսելու բան չունի, հենի կարող որոշի սպանի ռազին, որ մենք իրա բարազատներին մորթենք, որոնց որ ինքը թշնամի է համարում։ Նա կարա այդ քայլին գնա, բայց ոչ հիմա։ Նա դեռ կսպասի որոշ ժամանակ, մինչև սաղ ռասկլատները հասկանա։ Հիմա ավելորդ պանիկան մենակ գործին կխանգարի։ Իմացա ավո ջան, ռազին կարմիր բլուր են տարել։ Ես քեզ են գլխից ասում էի, պետք չի մի անգամից համաձայնվել ավոյի պայմաններին, որ մենք կարանք այս թեմայի վրա կորուստներ ունենանք, բայց դու ինձ չէիր լսում։ Հանգստացի Սեմ, մի ձև կգտնենք, կճնշենք վրեժին, որ մեր ուզածով անի։ Էդ չլնող բանա, Սերգո, նա ատում է մեզ բոլորիս, համարում է, որ մենք դավաճանել ենք իրան, ընտանիքը։ Ավոնա, ուրեմն արդեն գիտի, որ զանգում է։ Թող ես կխոսամ։ Սերգոն ավո, Սեմը դուրս է եկել սենյակից, դրա համար ես եմ պատասխանում։ Կուրսի եք արդեն։ Հա, կուրսի ենք։ Սեմը ինձ տղավարի խոսք է տվել, ու այդ խոսքից թռնել չի ստացվի։ Մենք թռնող տեսակ չենք ավո, ամեն ինչ ուժի մեջ է, բայց մի հատ նյուանս կա։ Ասա, Վրեժը Կազոմյան է, ու մեր հալալ հորողբերն է, դու գիտես մեր պատմությունը, բայց վրեժը նաև քեզ է իրան թշնամի համարում։ շարունակի։ Մենք էլ ենք հիմա իրար թշնամի, բայց այս հարցում պետք է մեր ուժերը միավորենք, որ կարենանք պաշտպանենք ռազին։ Ես քո հետ համաձայն եմ, ու մեր կողմից ամեն ինչ արվում է, բայց հիմնական գրուզը ու պատասխանատվությունը ձեր ուսերին է մնում։ Համաձայն եմ։ Այդ վերջում ծանոթություններ ունեք, Ռեժիմի պետի վրա վիխը դունենք։ կազմակերպեք, որ Վիկը ռազի հետ նստի։ Կարվի։